Արցախի կորուստից հետո շատ հոռետեսական մոտեցումներ կան, հիմա այսքան լավատեսությունից խոսեցիք, ես ամաչում եմ ասում, շատ հոռետեսաբար եմ դրամադրված, բայց ասում են վերջ, մեր ինքնիշխանության վերջն է, արդեն իրավիճակը մի քիչ քաղաքական չեմ ուզենա հարցը լինի, բայց ամեն դեպքում դուք պայծառ եք տեսնում մեր երկրի ապագան։ Նայեք, Արցախը ինձ համար միայն բառեր չեն, ես անձամբ ինքս եմ կորցրել Արցախում։ Դուք թիմ ունեք, թիմ եք ունեցել, իհարկե ամենամեծ թիմ ունենք Արցախում։ Ամենամեծ ընկերությունն է։ Ես Արցախին կարևոր միջազգային ներդրողներից մեկն եմ եղել եւ ստեղծել եմ այնպիսի մակարդակ, որը որ միջազգային մակարդակ լինելով փոքր այդ սահմանափակ տարածքում միակ իմ մխիթարանքը նա էր, որ այդ մարդիկ հետա երբ որ ստիպված եղան լքել իրենց հայրենիքը, եկան մյուս հայրենիքը եւ արդեն աշխատանք ունեին հենց առաջի օրվանից մեզ մոտ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որպեսզի կարողանամ ձեզ ճիշտ խորհուրդներ տամ, բայց քանի որ ես ինքս լուրջ ներդրումներ ունեմ Հայաստանում, ես լավատես եմ։ Եթե ես լավատես չլինեի, ես չէի անի, որտեղ ուրիշ երկրներ կան, Հնդկաստան կա, Չինաստան կա, որ կարող էր տաներ ներդնել, այնտեղ աշխատանքային տեղեր ստեղծելու։ Ես իմ կյանքում որոշեցի, որ չէ, իմ ճիշտը իմ համար իմ հայրենիքն է, ինչի ես տանեմ Հնդկաստանում մարդկանց աշխատանք տամ։ Ավելի լավ է Հայաստանում անեմ, այդ ինչ որ ուզում եմ անեմ։ Դա համար ես դրանից ելնելով լավատես եմ, որովհետև ուրիշ ճանապարհ չունեմ, ես չեմ կարող իմ այս ամեն ինչը դնեմ թևիս տակ եւ տանեմ ուրիշ տեղ։ Չեք ուզում։ Չեմ ուզում եւ ինքս ինձ ստիպում եմ միշտ դեպի լավը մտածեմ։ Գիտեմ, որ մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Կարծում եմ, որ մեր ուղղությունը դեպի արևմուտք ուրիշ ճանապարհ չունենք, դա պետք է լինի, բայց մենք պետք է շատ բալանսավորված ամեն ինչ անենք, որ թշնամիներ ձեռք չբերենք ավելորդ։ Դա ամենադժվար գործն է, դա դիպլոմատների գործն է։ Առանց թշնամիների պակաս չունենք տարածաշրջանում։ Այո, շատ արագ շրջումը մի բանից մյուս բան միշտ վատ է նայվում։ Դա համար պետք է կարողանանք լինենք շատ պրագմատիկ, շատ զգուշ, նուրբ քայլեր անելով, բայց ուղղությունը կարծում եմ ճիշտ ուղղության վրա ենք, որ պետք է գնանք դեպի արևմուտք։ Համեմատություններն են շատ հետաքրքիր լինում, որովհետև դուք ապրել եք նաև խորհրդային շրջանում եւ համեմատելու հիշելու շատ հետաքրքիր բաներ կա յուրահատուկ այն ժամանակ էր հասարակարգ աշխարհը փոխվեց, հիմա էս ունենք այդպիսի շատ առանցքային համեմատություն, եթե կարողանանք գտնենք հետաքրքիր։ Նայեք, իմ առանձնահատկությունը նրանումն է, որ ես մարդիկան սովետական ժամանակներում ոչինչ չեն կարողացել անել, հետո է իրենց հնարավորությունները ստեղծվել եւ հակառակը սովետականում հասել էին ինչ-ասչան, հետո պարզվեց, որ այս կապիտալիստական համակարգում նրանք էլ պիտանի չեն։ Իմը երկու համակարգերում էլ ես կարողացել եմ լինեմ պիտանի օգտակար եւ եթե սովետական տարիներին ես չզբաղվեի իմ վրա, այլ դառնայի բյուրոկրատ, նոր պայմաններին չէի կարող հարմարվել ու դուսք թռնեի։ Բայց ինձ որ ասում են երբ է քո համար ավելի լավ, երկու դեպքում էլ ես կարողացել եմ լինել այն մարդը, որը որ բարիք է ստեղծել։ Բարիք ստեղծելու հնարավորությունը շատ կարևոր է։ Եթե դու բարիք ես ստեղծում, դու բոլոր հասարակարգերում էլ կստեղծես։ Սովետական միությունը ուներ որոշ իր առավելություն, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ նա սխալ համակարգ էր եւ ճիշտ եղավ, որ նա վերջը եկավ, որովհետեւ շատ բաները արհեստական էր։ Արհեստականով ստեղծվածը կարող է որոշ ժամանակ կարողանում ես պահպանել ուժի, հրամանների միջոցով, բայց եթե չկա ստիմուլը մարդկանց մեջ լավ աշխատելու, արդյունք ստեղծելու, դա հեռանկար չի կարող լինել։ Դա էր սովետական միությունը։ Բայց մյուս կողմից էլ եթե ստեղծում է այդ հնարավորությունները, մարդիկ կան, որոնք լավ են օգտագործում այդ հնարավորությունները, հասնում են շատ բարձր արդյունքի, մարդիկ, որոնք որ պատրաստ չէին դրան, պատկերացրեք ինչքան վատ վիճակի մեջ են գան։ Դա էլ ուրեմն մյուս
համակարգի բացասական բացասական կողմերն են։ Դա համար չկա իդեալական համակարգ, ուղղակի պետք է աշխատել հնարավորին չափ արդարություն մտցնել, որը որ շատ երկրներ կարողացել են հասնել, ինչպիսին են, ասենք նորդիկ երկրները, Շվեյցիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Սկանդինավիան, որոնք որ կապիտալիստական են, բայց նույն ժամանակ նաև սոցիալիստական են, այսինքն այնտեղ չեն աշխատում միլիոներներ սարքելու, բայց աշխատում են, որ այն մյուսը, որը որ չունի, նրան էլ հնարավորություն տալ, որ նա էլ կարողանա այդ օգտվի այդ բարիքներից։ Եվ մեկ էլ սիներգիայի մասին ոնց որ անտեսվեց, որ է գնում ընկերությունը։ Ընկերությունը շատ հետաքրքիր ընկերություն է։ Մի քանի օր առաջ մենք մի հատ մեծ մրցանակ ենք շահել միջազգային ՄԱԿ-ի եւ միջազգային տելեգրաֆի Ժնևում գտնվող կազմակերպության մրցանակ էր հայտարարված, մոտ 1200 դիմող էր եղել եւ լավագույն 20 ընկերություններն են ընտրել ֆինալիստներ, հիմա իմ փոքր տղաս Վաշինգտոնում է, պետք է գնա Նյու Յորք այդ մրցանակաբաշխությանը մասնակցի, որը որ ՄԱԿ-ի տրված կոչում են SDG, Sustainable Development Goals, SDG, որը որ խաղաղության ուղղված, ասենք, այդ նպատակները, եւ մենք միակ մասնավոր ընկերություններն ենք, մյուսները պետական ավելին են հիմնարկներ էին, որը որ արժանացել են մեր այն գործունեությունը, որը կապված է էլեկտրոնային դատական համակարգերի ուղղությամբ։ Մենք աշխարհի շատ երկրներում ենք դա կիրառում եւ պետք է ասեմ, որ մենք 85-ից ավել երկրներում են գործունեություն ծավալել։ Ամեն տրված ժամանակում ակտիվ 40-ից 50 պրոյեկտներ ունեն 40-50 երկրներում։ Դա ինձ համար արդեն հոգեկան բավարարություն է։ Մեր աշխատողները շատերը գնում են այնպիսի երկրներ, որ առաջի անգամ այդ երկրի անունը լսում են, իմանալով, որ պետք է գնան, ասենք Trinidad and Tobago, Barbados, Solomon Islands, տենց հեռավոր մեկը Պասիֆիկում, մյուսը Ամերիկայում։ Քանի աշխատակից ունի արդեն սիներգիան։ Մոտ 200, մենք ավելի շատ ունենք, բայց մի քիչ էլ էս տնտեսական վիճակը մեր տարադրամի այդ ուժեղացումը բերեց նա, որ մեր ծախսերը մոտ մի 30% ավելացան, մենք որոշեցինք մի քիչ կարգավորենք մեր ծախսերը։ Համենայն դեպս մենք շատ լավ ենք նայում վաղվա համար, վաղվա օրվա, որովհետև գիտենք մենք ինչքան կարևոր գործ ենք անում եւ ինչքան կարիք ունեն մեր ապրանքների, մեր լուծումներին տարբեր երկրներում։